Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգիական գիտությունների տեխնացու պարոն Հայկ Տրունյանի հետ։ Ողջույն եմ պարոն Տրունյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նորից առիթ ունենք միասին զրուցելու։ Ձեզ շնորհակալություն։ Այսօր այսպիսի թեմա եմ ես ընտրել եւ խնդրել եմ, որպեսզի դուք այս թեմայով ձեր գիտելիքներով կիսվեք մեր լսարանի հետ, ինչու ոչ նաեւ ինձ հետ։ Ինձ էլ է շատ հետաքրքիր այն ամենը, ինչի մասին մենք այսօր խոսելու ենք։ Եվ այսպես ժամանակակից պատերազմներում, ինչպես եւ գուցե նախկինում ինֆորմացիան օգտագործվել է որպես զենք, եւ այժմ հարցը հետեւյալն է. ինչ մեթոդներով են այժմ մեր դեմ պայքարում, հաշվի առնելով նոր իրողությունները, տեխնոլոգիաների զարգացումը, սոցցանցերի առկայությունը եւ իհարկե հարցը լինելու, թե ինչպես մենք պետք է ինչպեսի գործիքներ կան դիմակայելու, գուցե դա գործիքներ չեն, գուցե ինչ որ հրահանգներ են, ինչ որ օրենքներ են եւ այսպես ինչպես են այժմ պայքարում։ Տվյալ դեպքում մենք խոսում ենք մեր դեմ, ոչ թե ընդհանուր ինչ ձևեր կան պայքարի, այլ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների դեմ ինչպես են պայքարում։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ձեր հարցը շատ խորքային հարց է, որովհետև այսօրվա պատերազմները իրենք հիբրիդային պատերազմներ են։ Ու հենց այդ հիբրիդային պատերազմի մասերից մեկը կոգնիտիվ պատերազմն է, որի մեջ արդեն մտնում է հոգեբանական, ինֆորմացիոն պատերազմը։ Ու բարդությունը նրանում է կայանում, որ եթե առաջ հոգեբանական պատերազմը միշտ բոլոր դարերում օգտագործել են, հիմա դրանք քանի որ մենք ապրում ենք մետա աշխարհում, որտեղ սոցցանցերը մեր ամենաօրյա կյանքի մասն են դարձել, մարդիկ հեռախոսով ավելի շատ ժամանակ են անցկացնում, այդ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց վրա ազդելը դարել է շատ հեշտ։ Ու այդ պատերազմները, ինֆորմացիոն դաշտի պատերազմները դուրս են եկել առաջի դաշտ։ Ու հիմա շատ կարևոր է ազդել նրա վրա, թե ինչ մտքեր ունի մարդը։ Որ պատկերացնեք, օրինակ ռուսական ռազմական ստրատեգիայի մեջ հոգեբանական պատերազմի մասին մոտավոր 80% ինֆորմացիան է, երբ որ ամբողջ ստրատեգիան ենք վերցնում։ ՆԱՏՕ-ական ստրատեգիայի մեջ կա 6 ուղղություն բանակային, դա ցամաքային, օդային, տիեզերքային եւ կոգնիտիվ պատերազմ։ Պատկերացրեք ինչքան լուրջ են դրան մոտենում բոլոր պետությունները։ Նույն ձևի Չինաստանը կոգնիտիվ պատերազմին շատ լուրջ է ընդունում, ու կոգնիտիվ պատերազմը ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Պարսկաստանը նույն ձևի շատ լուրջ է դրան մոտենում։ Սա բերում է նրան, որ կոգնիտիվ պատերազմը դուրս է գալի կամաց առաջի շերտ, իսկ թեժ պատերազմը երկրորդ շերտ։ Ինչու է դա տենց եղել։ Որովհետև հիմա, երբ որ դու գրավում ես տարածքներ ու այդ տարածքներում մարդ չի ապրում, դա օգուտ չի պետությանը։ Մենք Արցախի կորուստից հետո տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչքան ծախսեր է անում, որ այդ տարածքը գոնե պահպանի, անվտանգությունը ապահովի, ինֆրաստրուկտուրան պատրաստի, ու մեծ ծախսեր է դրա համար գնում, չունենալով այնտեղ մարդիկ։ Իսկ մարդիկ պետք են ինչու համար, որ հարկեր վճարեն, բանկերից վարկեր վերցնեն, պետության տնտեսությունը զարգացնեն, բայց մարդիկ հնարավոր է պահել, եթե դու ունես գաղափարախոսություն, եթե դու կարողանում ես ազդես այդ մարդկանց մտածելակերպի վրա։ Ու առաջվա հոգեբանական պատերազմը աշխատում էր նրա մասին, թե մարդիկ ինչ են մտածում։ Հենց պրոպագանդայի նպատակը նրանում է, որ պատրաստի թեզեր, որ դու մտածես այդ թեզերի շրջանում։ Կոգնիտիվ պատերազմը արդեն աշխատում է նրա վրա, թե մարդիկ ոնց են մտածում։ Հենց այդ ոնցի պատասխանը դարել է ամենակարևոր բան։ Եթե առաջ շատ բարդ էր մարդու մտածելակերպի վրա ազդել, հիմա դարել է շատ հեշտ, որովհետև նեյրոբիոլոգիան, սոցիոլոգիան, լինգվիստիկան արդեն այնքան հնարավորություններ են տալի մասնագետներին, այդ մասնագետները կոչվում են social engineer-ներ, որը հնարավոր է կարճաժամկետ մարդկանց մենտալիտետը փոխել, մտածելակերպը փոխել։ Սրան գումարվում է սոցցանցերի հնարավորությունները, սրան գումարվում են արհեստական բանականության հնարավորությունները, deepfake-երը, բոտերը, որոնք
ազդում են նրա վրա, որ մեր համար սահմանափակում են մեր մտածելակերպը, ու մենք եթե ինչ-որ մի հատ կարծիք ունենք, իրենք օգնում են, որ այդ կարծիքի հաստատումը մենք ամենտեղ տեսնենք։ Այստեղ կներեք մեկ պահ կանգնեմ։ Այսինքն դուք թվարկեցիք, բայց մարդը չի տարբերում, սա բոտ է թե բոտ չէ։ Մարդը չի տարբերում, սա իրական է թե ոչ։ Առավել եւս այժմ այդ AI-ով պատրաստված խոսույթները խոսում են, մարդիկ են իրենց ձայնով, այսինքն ամեն ինչը այնպիսի խճճվածություն է ստեղծում եւ մարդը դեռևս ընդհանրապես պատրաստ չի ճիշտը սխալից տարբերելու, դեռ անգամ պատրաստ չէ ընկալելու, որ այստեղ կարող է եւ կեղծիք լինի։ Այսինքն մենք որ աստիճանի վրա ենք եւ շարունակեք, հարցը հետեւյալն է, ինչու ես սա ընդհատեցի, ինչպես այդ անցումը արվի, որ մարդը սկսի գոնե կասկածել այն ինչը ինքը կարդում է, այն ինչը տեսնում է, սա ճիշտ է թե սխալ, գոնե առաջին այդ փուլը պետք է մենք գիտակցենք, որ պետք է անցնենք այդ փուլով, ճիշտ է։ Հիմա հենց այդ դրա մեջին է խնդիրը, որ մարդ արդեն հնարավորություն չունի տարբերի, եթե մասնագետ չի, ու ուղղված է կոգնիտիվ պատերազմը հենց ուղղված է նրա վրա, որ մարդը ունենա այն ճշմարտությունը, որը իրեն թելադրում են, ու ուղղված է նրա վրա, որ մարդը ոչ թե փաստերը տեսնի, այլ ճշմարտությունը։ Տարբերությունը հենց դրա մեջին է, դու ճշմարտությունը կարող ես ձևավորելով, իմանալով մարդու հոգեբանությունը, մենտալիտետը, մշակույթը, ազգային տրադիցիաները, դրա հիման վրա ձևավորում ես տարբեր ճշմարտություններ, ճշմարտությունը դա սուբյեկտիվ մտածելակերպ է, փաստը մնում է փաստ, իսկ ճշմարտությունը դա ոնց մենք ընկալում ենք այդ փաստը։ Այդ ճշմարտությունը ձևավորելը հենց սա է կոգնիտիվ պատերազմի աշխատանքը։ Ոնց դա տարբերել։ Կեղծ ճշմարտությունը ձևավորելը։ Տարբերություն չկա։ Բոլոր ճշմարտությունները դա սուբյեկտիվ մտածելակերպ է։ Իսկ փաստը դա ընդհանրապես մենք տեսնում ենք, որ այս իրական այս ինչ կատարվում է, դա դու թելադրում ես կրկնելով թե այս փաստը կա, բայց ճշմարտությունը դու երբ որ այդ փաստին գնահատական ես տալի, այդ կապ չունի դրական ես գնահատական տալի, բացասական ես, քո կարծիքն ես ասում, թե ուրիշի կարծիքն ես ասում, հենց տարբերությունը դրա մեջ է։ Իսկ ոնց դա տարբերել, կա մի քանի հատ շատ առաջնային կետեր, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Կոգնիտիվ հոգեբանական պատերազմի նպատակը նրանում է, որ մարդուն ռացիոնալ մտածելակերպից հանել, տանել էմոցիոնալ մտածելակերպ։ Դրա համար երբ որ դուք նայում եք ինչ-որ մի հատ վիդեո ռոլիկ կամ էլ սոցցանցերում կարդացիք ինչ-որ մի հատ ինֆորմացիա ու դա ձեր մեջ էմոցիա է ծագեցնում, 100% սա պատրաստված նարատիվ է, որովհետև նարատիվի նպատակը նրանում է, որ մարդը ռացիոնալ մտածելակերպից անցնի էմոցիոնալ, իսկ էմոցիան ընդհանրապես երկուսն է լինում, ինչի հիման վրա ինժեներներն աշխատում են, սոցիալ ինժեներներն աշխատում են, դա կամ վախն է, կամ զայրույթն է։ Ես կխնդրեմ մի օրինակի վրա դա ցույց տաք։ Օրինակ, ինչպիսին պետք է լինի փաստի ներկայացումը, կարող ենք ասել նորությունը կամ լուրը, որը դուք այդ ցուցիչը դա է, որ ինքը իր մեջ պարունակում է գունավորում, որը ազդում է քո վրա։ Շատ վառ օրինակ կա, 2024 թվին տարածվում էր ինֆորմացիա, որ Մեղրի քաղաքում դատական համակարգը փակվում է, դատարանը փակվում է։ Ու սա ընդհանրապես փաստ է, դատարանը փակվում է, սա փաստ է։ Բայց եթե կարդում էիր լրատվական ցանցերը հայկական, թվում էր թե դատարանները փակվում են, բոլոր պետական մարմինները փակվում են, որովհետև Մեղրին վաղը հանձնվելու է։ Այսը արդեն գնահատականն է։ Եթե մարդ կարդում է սա, իհարկե սա կամ զայրույթի է բերում, ներքին էմոցիա է ծագում, կամ է վախի է բերում, չէ՞։ Երբ որ դուք կարդում եք այդ ինֆորմացիան ու զգում եք, որ ձեր մեջ ինչ-որ էմոցիա ծագեց, դա արդեն նշանակում է, որ ինչ-որ մեկը այդ կոնտենտի հետ աշխատել է, որը ձեզ ռացիոնալ դաշտից հանի էմոցիոնալ դաշտ։ Բայց իրականում դա հին ծրագիր է եղել, եւ խոշորացման պետական մարմինները խոշորացվում են հիմա Հայաստանում, ու տենց փաստեր շատ կան, մենակ Մեղրի քաղաքի խնդիրը, չէ։ Ու եթե դու զգում ես այնց այդ էմոցիան, ինչ է պետք անել։ Պետք է մի հատ հետաքրքիր մեթոդ կա, երբ որ դու մտքումդ հաշվում ես մինչև 10։ Դա
Դա զայրույթի ժամանակ են Եվ անում, զայրույթի որ այդ եւ պահին չգործես։ որ չգործես, որովհետեւ մենք երբ որ տենց բան ենք տեսնում, սկսում ենք տարածել, ռեպոստ անել, ընկերներին տարածել, ուղղել, մեզ թվում է թե մենք տարածելով Արձագանքել արագ։ լավ բան ենք անում, ասում ենք, որ ուրիշներն էլ իմանան, որովհետեւ մեզ թվում է թե մենք առաջինը դա իմացանք, նպատակը հենց դրանում է, որ մենք ֆեյքերը մենք ենք տարածում, որովհետև ֆեյքերը նեյրալինգվիստական ծրագրավորման ձևով է գրվում, երբ որ մարդ կարդալուց ներսին էմոցիա է ծագում, ուզում է դա տարածել։ Հենց սա է խնդիրը, որ երբ որ դուք զգում եք, որ ձեր մեջ էմոցիա եղավ, հաշվեք մինչև 10-ը, հետո մտածեք, նայեք մի հատ ուշադիր, որտեղից են այդ աղբյուրները։ Ով է հեղինակը, եթե հոդվածը չունի հեղինակ, դա արդեն նշանակում է, որ սա պատրաստված աշխատանք է։ Եթե տեսնում եք, որ սա շուտ է տարածվում, դա նշանակում է, որ կան բոտեր, որոնք ծրագրավորված են, որ սա շուտ տարածեն։ Եթե տեսնում եք, որ բացի նրանից, որ անոնիմ է, աղբյուրը անհասկանալի աղբյուր է, կամ էլ վերնագիրը ինչ որ մի հատ պրովոկացիոն ձևի է գրված, նկարները, որը դրված են, ոչ փաստային նկարներ են, այլ ինչ որ ինտերնետից հանած նկարներ են։ Այսինքն պրիմիտիվ բաներ կա, որի վրա եթե ուշադրություն ես դարձնում, մինչև 10-ը ինքդ քեզ հաշվում ես, արդեն զգում ես, որ ստոպ, պետք է չտարածենք։ Բայց սա ասելով է հեշտ, իրականում շատ բարդ է, որովհետև մեր դեմ, մանավանդ Հայաստանի դեմ, աշխատում են տարբեր ուղղություններով, եւ հյուսիսից, եւ հարավից, եւ արևմուտքից, եւ արևելքից, մասնագետների համար Հայաստանը շատ հետաքրքիր տարածք է, որովհետեւ այն դպրոցները, հոգեբանական պատերազմի, կոգնիտիվ պատերազմի դպրոցները, որոնք աշխատում են Հայաստանում, իրականում գիտնականի համար դա մի հատ հայտնաբերունք է, որովհետեւ այստեղ այնքան բան կարող ես տեսնել, այնքան մեթոդներ։ Եվրոպացիներն օրինակ հիմա աշխատում են մենակ ռուսական կամ չինական մեթոդների դեմ հետազոտություններ են անում։ Մեր մոտ բոլորն են աշխատում, եւ Իսրայելը, եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ Արևմուտքը, մի քիչ բացեք, ես հասկացա ինչ է նկատի ունեք, բայց բացատրեք ինչ է նշանակում մեզ մոտ բոլորը կան եւ մեզ մոտ ամեն ինչից նրանք մի խոսքով ինչ եք ուզում ասել դրանով։ Քանի որ հայկական ինֆորմացիոն դաշտը ապահովված չէ, չկա անվտանգություն մեր ինֆորմացիոն դաշտում, ինչ է նշանակում բարձի թող վիճակի, այսինքն ամեն տեսակի ով ուզում է կարող է աշխատի, ինչ լրատվական ուզում է կարող է մտնի հայկական դաշտ, մենք չունենք սահմանափակումներ։ Եվ գործիքներն էլ տարբեր, գործիքներ են կիրառվում հայ հասարակության դեմ։ Այո, որ դուք պատկերացնեք, մենք չունենք հոգեբանական անվտանգության դոկտրինա, ինֆորմացիոն անվտանգության դոկտրինա, որտեղ սահմանափակումներ կա, ինչ իրավունք ունես տարածես, ոնց եւ ինչ պատասխանատվություն կա։ Բոլոր պետություններում դա աշխատում է, մեր մոտ չկա, դրա համար մեր մոտ բոլորն էլ կարողանում են լայնածավալ աշխատանք տանել։ Որ պատկերացնեք, ես ունեմ թիմ, որի հետ միասին մենք հետազոտում ենք տարբեր դպրոցների աշխատանքները, հիմնականում այդ դպրոցները բաժանվում են արևմտյան եւ արևելքի դպրոցների, մեթոդները ըստ փափուկ ուժի, մեկ էլ ագրեսիվ մեթոդների մասին է խոսքը, բայց ես կուզեի մի քանի դպրոցի մասին հիմա պատմեի, որ մեր դիտողները հասկանան ինչ է կատարվում։ Առաջին ուզում եի պատմեի Ադրբեջանի մասին։ Մեզ թվում է, թե մեր թշնամին ինչ որ խելացի չի կամ լուրջ մեթոդներ չի օգտագործում, դա վերջի 30 տարվա նարատիվ է, բայց իրականում մենք ունենք շատ լուրջ թշնամի, որը հենց հոգեբանական կոգնիտիվ պատերազմին շատ լուրջ է մոտենում, որ դուք պատկերացնեք, եթե աշխարհում կա top 10 PR կազմակերպություններ, աշխարհի մակարդակի, Ադրբեջանում դրանցից 5-ը աշխատում։ Դա շվեյցարական կամպանիաներ են, ամերիկական, բրիտանական, բոլորը աշխատում են, Ադրբեջանը որպես պետություն իրենց ներգրավել է, որ Ադրբեջանի PR-ը տարածի աշխարհում, մեկ էլ Հայաստանի դեմ աշխատանք տարվի։ Դրանից բացի, ուրեմն կա իսրայելական հետախուզական կոգնիտիվ պատերազմի ոլորտում հետախուզական հատուկ ջոկատ, որը կոչվում է 8200, մինչև Արցախյան պատերազմը այդ ջոկատը տեղափոխվել է իր աշխատանքազմի մի մասը տեղափոխել է Ադրբեջան, բացի նրանից, որ Ադրբեջանը տեղափոխվել, հիմա իրենք աշխատում են եւ Արցախում։ Որ պատկերացրեք ինչով են իրենք զբաղվում։ Իրենք հետազոտում են ամբողջ տարածաշրջանի կապերի ցանցը,
սոցցանցերի ցանցը եւ հետազոտում են մարդկանց հոգեբանությունը, մենտալիտետը, մշակույթը ու հենց այս ազնագազմի աշխատանքն է, որ Պարսկաստանում իրանք շուտ գտան որտեղ են ղեկավարները եւ գտան լոկացիան, հենց իրենք են, որ կարողանում են սոցցանցերում հիբրիդային պատերազմ տանեն եւ աշխատանք տանեն հետազոտելով թե ինչ է կատարում ներսում Պարսկաստանի մասին։ Հենց այս 8200 բրիգադը աշխատում է Հայաստանի դեմ, հավաքելով մեր մասին ամբողջովին ինֆորմացիան։ Դրանից բացի Ադրբեջանը ունի ստրատեգիական նարատիվ, այդ նարատիվի մեջին, նարատիվը դա իրենց գաղափարախոսությունն ու պատմությունն է, որը իրենք ուզում են տարածեն ամբողջ աշխարհում։ Իրենք այնտեղ հստակ նշել են, որ հակահայկական աշխատանքը իրենց գլխավոր աշխատանքն է։ Ու դրա համար բոլոր ոլորտներում իրենց համակարգը աշխատում է, որ պատկերացնեք, էլեմենտար Վիկիպեդիա կայքը, որտեղ մարդիկ մտնում են, իրենք են ձևավորում պատմությունները կամ հաստատում են փաստերը, Ադրբեջանն ունի հատուկ կազմակերպություն, որոնք fake ակաունտների միջոցով մտնում են Վիկիպեդիա ու հակահայկական ինֆորմացիա են տարածում, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ շուտ խեղաթյուրում են ինֆորմացիան։ Հա, իրենք հասկանում են, թե ինչքան կարևոր է պատմությունը, որովհետև պատմությունից հետո գալիս է մշակույթը, ու մշակույթն ու պատմությունը միասին ձևավորում է իրականությունը։ Իրականությունը, երբ որ դու փոխում ես, դու արդեն կարող ես ձևավորել նոր քո տեսլականի իրականությունը։ Ադրբեջանը պատերազմի 44-օրյա պատերազմի ժամանակ ստեղծել է հատուկ կայք, որը եւ հեռախոսային application է ունեցել, որի միջոցով բոլոր լրատվականները իրավունք ունեին ինֆորմացիա տարածեին կամ նկարներ տարածեին մենակ այն ձևավորման միջոցը, որը հենց այդ կայքում դրած էր։ Ուրիշ իրանք իրավունք չունեին, պատկերացնում եք։ Ու մարդ իրավունք չուներ նկարել ինչ-որ մի բան ու իր սոցցանցում տարածել։ Դրա համար քրեական գործ էր, քրեական գործի հետապնդման տակ կարող էր անել։ Ու Ադրբեջանը հիմա մեծ քանակի բյուջետ ունի, որ տարածում է նրա համար, որ միջազգային կոնֆերենցներ կազմակերպի, որտեղ ադրբեջանական նարատիվն է տարածում, պատմում է կեղծ հայկական պատմության մասին, մշակույթի մասին։ Ադրբեջանը ֆինանսավորում է տարբեր գրանտային սիստեմաներով ամբողջ աշխարհում ուսանողների, մագիստրոսների աշխատանք, որոնք հակահայկական պատմություններ կամ գիտական աշխատանք են տանում։ Իրենք շատ լուրջ են դրան մոտենում։ Ֆրանսիայում կա դեմոկրատիայի ինստիտուտ է կոչվում, այդպիսի կազմակերպություն, որը անցած տարի սկանդալային հոդված եղավ Ֆրանսիայում, երբ որ հայտնաբերվեց, որ ամբողջովին հենց այդ ինստիտուտի բյուջետը ֆինանսավորվում է Ալիև ֆոնդից, պատկերացնում եք։ Ադրբեջանը ունի տարբեր ֆոնդեր Լյուքսեմբուրգում, Լիխտենշտայնում, որի միջոցով Եվրոպայում տարբեր միջոցառումներ է կազմակերպում, մանավանդ այն լոկացիաներում, որտեղ հայկական համայնքներն ուժեղ են։ Իրենք շատ լուրջ են դրան մոտենում ու իրենց մոտ համակարգը աշխատում է ոնց վերին շերտում դա միջազգային մասնագետներն են, որոնք ստրատեգիական արդեն գաղափարն են ձևավորում, միջին շերտում արդեն միքս է արված եւ ադրբեջանական մասնագետներ կան եւ միջազգային, արդեն ներքին ցանցում աշխատում են ուսանողները, տարբեր հասարակական կազմակերպություններ կան, որոնք արդեն դրա տարածման են վերևին պատրաստված նարատիվի տարածման հարցերով է զբաղվում, ու դրա համար երբ որ ինչ որ հայկական նարատիվ է տարածվում կամ հայկական ինչ որ ֆիլմ կարող է դուրս գա, մեկ էլ տեսնում ես կոմենտներում տարբեր քանակի ադրբեջանցիներ հավաքվեցին, որոնք կեղծ կոմենտներ կամ բացասական կոմենտներ են անում։ Դրանց մեծամասնությունը բոտեր են, դա տեխնիկական սիստեմաներ է ծրագրավորված, որոնք արդեն ունեն պատրաստած կոմենտարներ, որի միջոցով արդեն տարածում են դա։ Սա հատուկ աշխատանք է, որին պետությունը լուրջ հետևում է, ու ասեմ ավելին, իրենք միշտ հետևում են մեր նարատիվներին ու եթե մենք ինչ-որ նոր գաղափար փորձենք տարածենք, պետք է զգուշ լինենք, որովհետև մեր ճշտամին դրան հետևում է։ Նույն ձևի ես կուզեի մեր լսողներին պատմեի Չինաստանի փորձը, որտեղ ինձ շատ է հետաքրքրում ոնց Չինաստանը այսօր ձևավորում է իր կերպարը։ Չինաստանն ունի կոնկրետ նարատիվ, որը ձևավորել է այնպես, որ Չինաստանը հին հզոր
պետություն է, որը աշխարհին տեխնոլոգիաներ է տվել ու հիմա իրենք ուզում են վերականգնեն այդ գաղափարը ու տարբեր մեթոդներով Չինաստանը փորձում է դա տարածել։ Առաջի ու կարևոր մեթոդը, որը Չինաստանը անում է, դա արհեստական բանականությունն է ու տարբեր արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որը հիմա չինական դաշտում շատ է տարածվել ու իրանք այդ արհեստական բանականության միջոցով փորձում են չինական գաղափարախոսությունը տարածեն։ Երբ որ մարդ նստում է ու արհեստական բանականության չինական հարց է տալի, այնտեղ արդեն ֆիլտրներ կա, որտեղ ձևավորված է հենց Չինաստանի գաղափարը, պատկերացնում եք։ Դրանից բացի Չինաստանը օգտագործում է պետությունը ֆինանսավորել տարբեր մեդիա ցանցերի, որի միջոցով աշխարհում տարածում է Չինաստանի կերպարը, դրական կերպարը, որպես փափուկ ուժ, տարածելով Չինաստանի մշակույթի մասին, Չինաստանի տեխնոլոգիական տարբեր կամպանիաների մասին, Չինաստանը նույն ձևի բացում է տարբեր երկրներում Կոնֆուցիայի դպրոցներ, որտեղ նույն ձևի փափուկ ուժի միջոցով տարածում է Չինաստանի գաղափարը որպես մեծ գաղափարախոսություն։ Ու Չինաստանը հիմա ֆեյք տեխնոլոգիաների գլխավոր կենտրոններից մեկն է դառել, որտեղ տեխնոլոգիական հնարավորություններն իրենց վիդեոներ պատրաստել, աուդիո բաներ, սիստեմաների միջոցով արդեն այնքան են զարգացել, որ Չինաստանը հնարավորություն ունի հենց այդ fake տարածման տեխնոլոգիաները ուժեղ օգտագործի։ Ու հենց այս հնարավորությունները Չինաստանին բերել է նրան, որ ինքը արդեն դառել է ամենալուրջ կոգնիտիվ տեխնոլոգիաների օգտագործողը աշխարհում։ Քանի որ այս Պարսկաստանի պատերազմը հիմա ամենօրյա մեր կյանքի մաս է դառել, ուզում եմ երկու բան էլ Պարսկաստանի մասին պատմեմ։ Չնայած նրան, որ մեզ թվում է, թե որտեղ Պարսկաստանը, որտեղ հոգեբանական պատերազմը, բայց իրականում պարսկական պետությունը շատ լուրջ է մոտենում հենց հոգեբանական պատերազմի։ Ու կարևոր բան, օրինակ, եթե փորձենք ինտերնետում կամ սոցցանցերում գտնենք ինֆորմացիա Պարսկաստանի եւ հենց այս վերջի Ամերիկայի պատերազմի մասին, դուք շատ տեղեր կգտնեք ավելի շատ ինֆորմացիա պարսկական նարատիվը, որտեղ Պարսկաստանն է ցույց տալի, որ ինչեր են իրենք անում ու շատ ինֆորմացիա կգտնեք հակա-իսրայելական, որովհետև Պարսկաստանը հենց այս կոգնիտիվ ինֆորմացիոն պատերազմին շատ լուրջ է մոտենում։ Ու իրենք օգտագործում են հենց արհեստական բանականության հնարավորությունները ու ասեմ ավելին, օգտագործում են fake տեխնոլոգիաները, որի միջոցով, եթե օրինակ զուտ պարսկական պրոպագանդային նայեք, то ամբողջ Իսրայելը արդեն ոչնչացվել է։ Վերջի երկու շաբաթվա մեջ իրենք այնքան հրթիռներ են օգտագործել, որ Իսրայելը պետք է չլինի։ Բայց եթե խորանանք իսրայելական տեխնոլոգիաների մեջ, մենք իմանանք, որ ընդամենը մոտ 10-20 մարդ է զոհվել վերջի երկու շաբաթվա մեջ, որը անհամեմատելի բաներ են ու դա նշանակում է, որ Պարսկաստանը ճիշտ ձևի կառավարում է հենց այդ ինֆորմացիոն դաշտը, որ ստեղծի գաղափարախոսություն ու Պարսկաստանը խոր նարատիվային աշխատանքի է տանում։ Դուք չեք նկատի, որ Պարսկաստանը հայտարարի, որ իրենք պայքար են տանում քրիստոնյաների դեմ, որովհետև Պարսկաստանը հասկանում է, որ ներսի դաշտում կան եւ քրիստոնյաներ, իրենք հիմա ստեղծում են նոր գաղափարախոսություն, նոր նարատիվ, որտեղ ասում են, որ իրենք պայքար են տանում սատանիստ Տրամպի հետ, որի թիմը Էփշտեյնի հետևորդներն են։ Պատկերացնում եք ինչ խորքային աշխատանք են տանում, որ ամբողջ աշխարհին սրեն եւ Իսրայելի եւ Ամերիկայի դեմ, սա ցույց է տալի, որ կան լուրջ մասնագետներ Պարսկաստանում, որոնք պատերազմին նայում են ասիմետրիկ տեխնոլոգիաների միջոցով։ Ինձ որպես մասնագետի շատ է հետաքրքրում շվեդական փորձը, որովհետև կան գերպետություններ, որոնց հնարավորությունները լայն են ու մենք որպես պետություն այդպիսի հնարավորություններ ցավոք այսօր չունենք, դրա համար պետք է հետևենք, թե ոնց է իր հնարավորություններն օգտագործում այդպիսի պետությունները, օրինակ Շվեդիան, օրինակ Թայվանը, որը մեզ մոտիկ է իր էգզիստենցիոնալ խնդիրներին։ Շվեդիան հիմա ստեղծել է մի հատ կազմակերպություն բոլոր պետություններում, որի մասին ես ասեցի մինչև հիմա, եւ Չինաստանում, եւ Պարսկաստանում, եւ Ամերիկայում կոգնիտիվ պատերազմի մասնագետները, դրանք բանակի մաս են։ Բանակ ունի հատուկ զորամասեր, որտեղ այդ մասնագետներն աշխատում են, ու դա բանակային ոլորտ է, ռազմական ոլորտ է։
Շվեյցարիան պատրաստել է քաղաքացիական կազմակերպություն, որը մտնում է կառավարություն, ու այդ կազմակերպությունը մոդերացիա է անում բանակի, պետական համակարգի եւ հասարակական կազմակերպությունների միջոցով։ Ասենք պատկերացնում եք, եթե սպան գա մի հատ պետական կազմակերպություն ու այնտեղ փորձի բացատրի մեդիագրագիտության մասին, հենց այդ կապը այդքան ուժեղ չի լինի, որովհետև sense tenence մենք մարդուն սպային ավելի լուրջ ենք ընդունում, մի քիչ մեր դիստանցիան ենք պահում, սա հասկանալով Շվեյցարիան պատրաստել է քաղաքացիական կազմակերպություն, որը հենց այդ մոդերացիան անում է, ու Շվեյցարիան շատ հետաքրքիր մեթոդով է աշխատում։ Իրենք փնտրում են ֆեյքերը ցանցում եւ դա սկսում բացատրել է հասարակության, որ նայեք, այս ինֆորմացիան ինքը fake է։ Ու հենց այս կազմակերպությունը ամենօրյա աշխատանք է տանում, բայց ամենակարևորը դա չէ։ Ամենակարևորը նա է, որ Շվեյցարիան պատրաստել է կրթական համակարգի մեջ դպրոցականից սկսած մինչև համալսարաններից վերջացրած մեթոդաբանություն, ոնց հայտնաբերել մանիպուլյացիաները։ Ու հասարակությունը ինքը արդեն ոչ թե մենակ գրագետ է, այլ հմտություններ ունի, որ հայտնաբերի, որ այս կոնտենտը ոնց վերլուծի, կամ այս կոնտենտը ոնց հասկանա, աղբյուրները ոնց հայտնաբերի, ու սա հենց դպրոցից սովորացնում են մարդկանց։ Սա ինձ հարցեր, որ ես ամենասկզբում տվեցի։ Ու դուք պատկերացնում եք ինչքան խորքային մոտեցում է սա։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Տրոյան, այս բոլոր օրինակները, որ դուք բերեցիք, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր իհարկե եւ հետաքրքիր է դեռ եթե էլի բաներ ունեք մեզ ներկայացնելու, այս բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ պետությունն է այս ամենը կազմակերպել եւ ինչպես պետությունում կա ռազմական բանակ, ստացվում է, որ պետությունում արդեն կա հոգեբանական եւ ինֆորմացիոն պատերազմ տանող բանակ։ Եվ եթե ռազմական բանակը պատրաստվում է, բայց գործադրվում է պատերազմի ժամանակ, ռազմական բախումների ժամանակ, ապա այս ինֆորմացիոն բանակը նա աշխատում է ինչպես պատերազմի ժամանակ, բայց ամենաշատ աշխատանքը խաղաղության բոլոր, այսինքն անժամկետ է դա, անընդհատ է աշխատում եւ գործարկվում է նաեւ պատերազմի։ Այսինքն ունենք արդյոք մենք Հայաստանում հիմա հետ ենք գալիս։ Այդ դուք ասացիք չինական օրինակ բերեցիք, իրանական օրինակ բերեցիք, շվեդական օրինակ բերեցիք, հայկական օրինակ կա։ Ցավոք մենք չունենք պետական ինստիտուտ, որը դրանով զբաղվում է։ Բայց համաձայն եք, որ սա բանակ է։ Բանակի նման անհրաժեշտություն է պետության համար։ Իհարկե։ Եվ հիմա մենք մեր պետությունում ունենք այդպիսի բանակ, Ոչ, ձեր ուսումնասիրություններով։ Ցավոք մենք այդպիսի հնարավորություն չունենք, բայց կարամ ասեմ, որ մենք ունենք մասնագետներ։ Օրինակ, երբ որ ես մասնակցում եմ տարբեր միջազգային գիտական կոնֆերենցների, ես ձեզ ասեմ, որ մեր մասնագետների գիտելիքներն ու հմտությունները պակաս չեն ու կան ուղղություններ, որտեղ մենք ավելի շատ փորձ ունենք, քանի որ մենք ոչ թե մենակ, չգիտեմ, չինական կամ պարսկական դպրոցի հետ դեմ ենք աշխատում, այլ մենք տարբեր դպրոցների փորձ ունենք արդեն ու մեր գիտելիքները կան ուղղություններ, որտեղ ավելի շատ են։ Բայց այս պահին մեր պետությունը, մեկ էլ պետական ինստիտուտները խորքային սրանով չեն զբաղվում։ Ես հույս ունեմ, որ դա ինչ-որ մի օր կփոխվի, բայց այս պահին չունենք։ Մենք առավել ասեմ, չունենք հոգեբանական անվտանգության դոկտրինա, որը շատ կարևոր բան է, որը սահմանափակում է մեր հասարակության կարմիր գծերը, որը խոսում է նրա մասին, թե մենք ինչն ենք պաշտպանում, որը խոսում է նրա մասին, թե որը պետք է խոսի նրա մասին, թե ով է իրականում հայ մարդը, հայի կերպարը, մեր մշակույթը որն է, ընդհանրապես հայկական մեր ազգի շահերը որն են, այս հարցերի պատասխանը դա հոգեբանական անվտանգության դոկտրինայի հենց ֆունկցիոնալն է, մենք ցավոք այս պահին չունենք, բայց ասեմ, որ մենք ունենք մասնագետներ, որոնք շատ կարճ ժամանակ կարան այդ հարցի պատասխաններ տան։ Ցավոք այս գործիքը, եթե ես սխալվում եմ, դուք ինձ կշտկեք իմ ասածը, կարծիք եմ հայտնում կամ հարցի տեսքով եմ տալիս։ Այո, կան այդպիսի մասնագետներ, քանի որ պետությունը չի ստեղծում եւ քանի որ մենք խոսեցինք բանակի մասին, բանակը արտաքին թշնամուն պետք է ուղղված լինի, ճիշտ է։ Մենք պետությունը չի ստեղծել, մենք արտաքին թշնամուն ուղղված նման բանակ էլ չունենք, դոկտրիներ չունենք, գործելավոճ էլ չունենք, բայց հակառակը ունենք։ Ունենք գուցե իրար դեմ ուղղված, իրար դեմ օգտագործվող քաղաքական գործիչները, ասենք ամենքը իրենց դուք ֆաբրիկայի նման մի բան
նկարագրեցիք նույն Ադրբեջանում 3 աստիճան եւ ներքևը ֆաբրիկաներ, որքան հասկացա։ Այո։ Այդ ֆաբրիկաները կան, բայց կան այս քաղաքական ուժի, այս, չգիտեմ ինչ ուժի ձեռքին եւ դրանք ներսում են իրար դեմ պայքարում, ոչ թե արտաքին թշնամու դեմ։ Այդպիսի կարելի է այդպես ձևակերպել, որ այս փուլում այսօր Հայաստանում այս պատկերն է։ Հա, իհարկե, եթե հայկական մեդիա դաշտը նայեք, իհարկե հենց այդ էլ կատարվում է, ու խնդիրը ոչ թե մենակ նրանում է, որ դրսից են մեզ ճնշում, մենք ինքներս ներսում ենք մեզ տարանջատում իրարից ու չհասկանալով մեր շահերը, ազգային շահերը, մենք բերում ենք նրան, որ մեր հասարակության հոգեբանական ճնշումը ավելի ենք շարունակում։ Ես դες ասեմ ավելին, կան հոգեբանական օրենքներ, երբ որ մեծ ստրեսից հետո 3-ից 5 տարվա մեջ մարդիկ ունենում են ֆիզիկական հիվանդություններ, դա սկսած ներվային համակարգի հետ, վերջացված ստամոքսային, աղիքային, սրտանոթային եւ ուռուցքներ։ Եթե դուք հիմա 20 թվից հետո, մեկ էլ 23 թվից հետո նայեք ստատիստիկան բժշկական, դուք կտեսնեք, թե ինչքան է աճում այնպես հիվանդությունների քանակը։ Դա երկրաշարժից հետո առաջին անգամ մենք բախվեցինք դրա հետ։ Այո։ Ես հիշում եմ այդ ընթացքը, երբ որ մենք անընդհատ այդ շրջանում եւս աշխատում ենք 91-ից ենք մենք աշխատում եւ որքան էր բարձրացել այդ մահացությունը եւ հիվանդացությունը եւ հիմա մենք ունենք էլի այդ շրջանը, բայց այն ժամանակ չկար այսպիսի հոգեբանական ճնշումներ եւ ստրեսից ազատվելու ճանապարհին է ժողովուրդը։ Իսկ հիմա 20 թվականից հետո նաեւ այդ հարվածից է փորձում ուշքի գալ, բայց զուգահեռաբար նոր հարվածներ ստանալով, այո, նա չի կարողանում ստանալ, չի կարողանում դուրս գալ այդ ցանցից։ Ինչպես հիմա եկանք այդ հարցին, կան գործիքներ, կան ինչ որ չգիտեմ ուղեցույցներ, պրոտոկոլներ է կոչվում, որոնք օգնում են։ Տեսեք, դուք Շվեդիայում ասեք մանկապետը դպրոցից սկսած նրանց սովորեցնում են։ Մենք անզոր ենք դեռ, ամեն մարդ ինքն է որոշում, ասում են, դու պետք է մեդիագրագետ լինես, դու ինքդ պետք է ընտրես այս աղբյուրից ես օգտվում, թե այն աղբյուրից ես օգտվում։ Ես ցանկացած ինֆորմացիա, որ իմ ձեռքս ընկնում է, չեք հավատա, ես 3-4 տեղ ստուգում եմ, որովհետև կեղծիքներ են լինում շատ, կեղծում են ինֆորմացիան այնպես դուք եք ասում, տալիս են, հետո հաջորդ, երրորդ, չորրորդ նախադասության մեջ արդեն շեղում են, տանում են ուրիշ ուղղությամբ, ոնց որ փաստը վերցնում են եւ հետո այդ փաստի հետ այնպես են աշխատում, որ քո ուղեղը ուրիշ ուղղությամբ գնա։ Պետք է բնագիրը գտնես, բայց դե ամեն մարդ չի անի, տեսնում է, դուք ասում եք անմիջապես արձագանքում է։ Ինչպես պաշտպանվել։ Ես փորձեմ ասեմ, թե իդեալական ոնց պետք է լինի, ելնելով մեր մենտալիտետից, ինձ թվում է, որ հենց շվեդական, մեկ է Տայվանի փորձը մեզ շատ կօգնի, որովհետև իրենք նույն իրավիճակի մեջ են, ոնց որ մենք ենք, ու մեզ պետք է ոչ ռազմական կազմակերպություն, որը կկարողանա եւ ուժեղ հայկական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով ցանց սարքի ու եւ փորձի մեր հակների միջոցով ինֆորմացիան շուտ տարածի։ Երկրորդը մենք ունենք տարբեր IT կամպանիաների հնարավորություններ Հայաստանում, ըստ տարբերություն մեր թշնամուն, որի միջոցով մենք կարողանանք հենց այդ ֆեյքերը գտնենք։ Հայաստանում կան IT-ներ, որոնք զբաղվում են արհեստական բանականությամբ, ու օրինակ ոնց է Տայվանն անում, հատուկ ձևավորում կա, եթե ինֆորմացիան մեդիա դաշտում գրված է արհեստական բանականության միջոցով, հատուկ մետկաներ են անում, ասենք այդ մեդիան պարտադիր պետք է տակը նշի, որ այսա գրել է արհեստական բանականություն։ Բայց չի նշի, ինչի պետք է նշի, նա խեղաթյուրելու։ Մենք խոսում ենք, թե ոնց բարեխիղճ, չէ, պետական օրենքի։ Պետական օրենք, այո, եթե պետությունն է, բայց մենք խոսում ենք, որ մեր պետությունը չի զբաղվում դրանով։ Ես ասեցի, սկզբից կպատմեմ, ոչ ստեղծում է։ Սկզբից կասեմ ոնց պետք է լինի, հետո կգանք նրան, թե մենք ինչ կարող ենք անել։ Դա դրա համար պետք է ինֆորմացիոն անվտանգության դոկտրինա, որտեղ այս ամենը պետք է նշած լինի, ու ես համոզված եմ, որ մենք շատ կարճաժամկետ հնարավորություն ունենք ձևավորենք մեր հենց սահմանները ու ապահովենք մեր հասարակության անվտանգությունը։ Մենք ունենք երկրորդ խնդիրը, որ պետությունը պետք է հետո լուծի, որ երբ մեր ոչ թե Հայաստանի Հանրապետության դաշտում մենք պետք է ինֆորմացիոն անվտանգությունը ապահովենք եւ
հայկական աշխարհի դաշտում, Սփյուռքն էլ է հայկական աշխարհի մաս, ու հենց այդ Սփյուռքի ինֆորմացիան ճիշտ ձևավորելը նույն ձևի մեր խնդիրն է։ Սա այն ինչ պետք է լինի իրականում։ Հիմա ասեմ, թե մենք այս մեր իրավիճակի մեջից ելնելով ոնց պետք է մեզ պահենք։ Ես ուզում եմ, որ բոլորս մեր համար ֆիքսենք, որ արդեն սոցցանցերի 80% ինֆորմացիան եւ կոնտենտը սինթետիկային են։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այդ կոնտենտը ձևավորել է կամ արհեստական բանականությունը, կամ հատուկ բոտերը, կամ էլ կան մարդիկ կամ կամպանիաներ, որոնք ձևավորում են այս ամենը ու տարածում են։ Ու մեծամասնության ինֆորմացիան, որը դուք կարդում եք կամ վիդեոներ նայում եք, դա ձևավորված է ոչ մարդու կողմից, այլ արհեստական բանականության կամ ուրիշ մեթոդներով։ Սա բերեք բոլորս որպես փաստ մեր համար ֆիքսենք, որ մեր համար հասկանալի լինի, որ այն ինչ նայում ենք, ջրի նման չընդունենք։ Երկրորդը, մենք պետք է հասկանանք, որ այն ինֆորմացիան, որը պետք է որ մեզ հասնի, ասենք ինչ ուզում է կատարվի աշխարհում, մենք եթե ամեն օր, ամեն վայրկյան չնայենք, մենք իմանալու ենք դրա մասին։ Եթե Ամերիկան հարձակվել է Պարսկաստանի վրա, մենք իմանալու ենք դրա մասին։ Բայց որ ամեն րոպե մենք հետևում ենք լրատվականին, սոցցանցերին, դա մեզնից էներգիա է տանում։ Պետք է ֆիքսենք մեր ժամանակը, որը ծախսում ենք սոցցանցերի վրա, մեկ էլ լրատվականներ կարդալու, մեդիա դաշտը կարդալու վրա։ Դա առողջություն կարող է անվանել, այո, գիգիենա, բերեք դա անվանեն գիգիենա, որովհետև մեր գիգիենան ոնց ենք մենք մեր ֆիզիկական գիգիենային հետևում, դա էլ մեր մենտալ գիգիենան է, որին պետք է հետևենք, որովհետև եթե դրան չենք հետևում, դա հետո ազդելու է մեր հոգեբանական իրավիճակին, որը հետագայում բերելու է ֆիզիկական խնդիրների, ու հիմա մանավանդ հայկական աշխարհում շատ է տարածված, որ մարդիկ հենց այս ինֆորմացիան ճնշման արդյունքով հոգեբանական խնդիրներ, հետո ֆիզիկական խնդիրներ են ունեցել։ Մյուսը, ես ուզում եմ, որ բոլորը խորհուրդ կտամ, որ բոլորս մի բան կարդալու ժամանակ փորձենք դրա ուրիշ աղբյուրներով հաստատումը գտնենք, այն ոնց որ դուք եք անում։ Բացի դրանից, բնագիրը գտնել, որտեղից է առաջինը դուրս եկել, դա ամենակարևորն է։ Ով է գրել, որտեվ իրարից արտագրում մի բան ավելացնում, մի բան ինչ նպատակով են դա արել, նպատակը որն է։ Ու եթե մենք ինքներս փորձենք գոնե մինիմալ անալիտիկական մոտեցում մեր համար ձևավորենք, դա որպես հմտություն մեր համար ձևավորենք, շուտ կհասկանանք, որ պետք չի տարածել կամ էլ պետք է ավելի խստորեն նայել այդ ինֆորմացիային, որը ձեր մոտ հայտնվեց։ Մյուսը, զբաղվեք կրթությունով, ոչ թե սոցցանցերին հետևելով։ Ես շատ եմ խորհուրդ տալի կրթական ծրագրեր նայել։ Եթե դուք հետևում եք YouTube-ին, հետևեք կամ այն աղբյուրներին, որոնց արդեն վստահում եք երկար տարիներ, կամ այնտեղ կա կոնկրետ մարդու դեմք, որը գիտեք ինչով է զբաղվում, գիտեք ինչ ինֆորմացիա է տարածում։ Կենթանի հեղինակություններ կարելի ասել, հա? Իրական հեղինակություններ, ոչ թե չկա իրական հեղինակը, դուք չեք կարող այդ մարդու մասին ուրիշ տեղել գտնեք, դա նշանակում է, որ դուք չգիտեք ով է հենց այդ ինֆորմացիան ձեզ գեներացրել։ Շատ բարդ աշխարհ է։ Մեր աշխարհը դառել է մետա աշխարհ։ Մենք զուգահեռ ապրում ենք եւ ֆիզիկական եւ օնլայն կյանքում։ Ամենացավալին է, որ նոր սերունդի մեջ այս ամենը ինչ ասում եմ, այդքան էլ պրոբլեմատիկ չէ։ Շատ խնդիրներ են ծագում մարդկանց 60-ական թվի ծնվածներին, 70-ական թվի ծնվածներին, որոնք նոր են այս թվային աշխարհի մեջ ինտեգրվում, բայց դա իրենց երիտասարդական հմտությունը չի սենց ասել։ Ոչ բոլոր գործիքներին են տիրապետում։ Այո, ու դրա իրենք քանի որ սովորել են մանավանդ ունենալով սովետական մենտալիտետ, երբ որ հեռուստացույցը ինչ ասում էր, դա իրականությունն է կամ փաստ է, ու այդ ռոպագանդան ամենաճիշտն է, իրենք ցավոք այնինչ լսում են YouTube-յան տարբեր ալիքներում կամ տարբեր լրատվականներ, ընդունում են դա որպես փաստ։ Այսա է, որ մենք պետք է հասկանանք, որ կա փաստ եւ կա գնահատականություն։ Փորձեք փաստերը դուք տեսնեք ու գնահատականները դուք տաք։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կարծում եմ ձեր այս գիտելիքները մեզ դեռևս շատ պետք կլինեն, հաջորդիվ այլ թեմաների կանդրադառնանք եւ
կրկին այսպիսի հաղորդում կանցկացնենք, եթե դեմ չեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայկ Տրունյանի հետ էինք զրուցում սոցիոլոգիական գիտությունների տեխնացու եւ այստեղ դուք ներկայանում եք որպես կոգնիտիվ պատերազմների մասնագետ, ինչպես էր այդ նեղ մասնագիտացումը։ Դա հենց կոգնիտիվ պատերազմ է կոչվում ու կոգնիտիվ տեխնոլոգիաների բացահայտումներ, ես հենց դրանով եմ զբաղվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ զրուցվարում եմ ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։